Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձություններն օր-օրի դառնում են ոչ միայն սուր հուզումնալից, այլ նաև անկանխատեսելի։ Դիտողները զգում են այն լարվածությունը, որով էկրան է բարձրանում յուրաքանչյուր դրվագ։ Հատկապես վերջին սերիալներից մեկը Աննայի ծննդաբերության տեսարաններով թողում է իսկական էմոցիոնալ շոկ հեռուստադիտողի վրա։ Աննան արդեն հոգեբանական ծանր իրավիճակում հայտնվելուց հետո բարդանում է իրավիճակը, շտապ հոսպիտալացվելով նա տեղափոխվում է հիվանդանոց, որտեղ սկսվում է ծննդաբերությունը։ Բժիշկներն անհապաղ արձագանքում են, բայց իրավիճակը խիստ լարված է։ Բնականաբար այս ամենից հետո անհնար էր, որ Աննայի մոտ բարդություններ չառաջանար, և երեխան ծնվում է ժամանակից շուտ և իհարկե փոքր թույլ։ Լարված մթնոլորտում բոլորը սպասում են բժիշկների արձագանքին, և ահա այդ պահին սենյակ է մտնում Միքայելը, նրա դեմքը խիստ է, աչքերում ցավ, բայց կշռադատվածություն։ Նրան հազվադեպ կարելի է այսպես կոտրված տեսնել, նա նայում է Աննային և ցնցող նախադասություն ասում. «Մեր երեխան Աստծո մոտ է»։ Այս խոսքերն ամեն ինչ տակնու վրա են անում, չնայած որ Աննան լսել է երեխայի ձայնը, բայց նա շոկի է ենթարկվում, նրա շուրջ ամեն ինչ մթնում է, նա մեկ անգամ կորցրել է երեխային ու գիտի, թե ինչ է երեխա կորցնելու ցավը։ Բայց հեռուստադիտողներին էլ պարզ է, թե ինչ է կատարվելու այդ ամենից հետո։ Ժամեր անց միայն կպարզվի ճշմարտությունը։ Բժիշկների հավանաբար անձնուրաց պայքարի շնորհիվ երեխան, չնայած սկզբնական ծանր վիճակին, ողջ է մնում։ Նա դեռ խնամքի ու մշտադիտարկման կարիք ունի, բայց վիճակը կայունանում է։ Այս լուրն իսկական երջանկության ալիք է բերում թե Աննային, թե Միքայելին։ Երկուսն էլ փայլելու են ոչ միայն ծնողի երջանկությամբ, այլ նաև հաղթահարված կորստի վախով։ Նրանք սկսում են հասկանալ, որ իրենց կյանքի այս նոր փուլը, որդու ծնունդը, կարող է համախմբել նրանց և ամրապնդել կապը։ Շատ չանցած համացանցում հայտնվել են տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք արձանագրում են դուրսգրման արարողությունը, և այդ արարողության կադրերից է պարզ դառնում, որ երեխային ոչինչ չի պատահում։ Այն վերածվում է ընտանեկան իսկական տոնի, առանց ավելորդ ցուցադրականության, բայց լի սիրով, ջերմությամբ ու խորը հույզերով։ Աննան, չնայած հոգնած է, փայլում է մայրական լույսով, իսկ Միքայելն առաջին անգամ սերիալում այսքան պարզ ու անկեղծ ուրախությամբ է նայում թե որդուն և թե Աննային։ Լուսանկարներից և տեսանյութերից պարզ է դառնում, թե ինչպես են նրանք դուրս գալիս հիվանդանոցից՝ երեխան ծածկված նուրբ վերմակով Աննայի գրկում, Միքայելը կողքին կանգնած, ձեռքը փաթաթված Աննայի ու ընտանիքի այսպես ասած ուսերին։ Ֆաինան ու Հենրին նույնպես ներկա են, բայց նրանց դեմքի արտահայտությունները տարբեր են, այս անգամ նրանք ժպտում են։ Այս տեսանյութերն ու լուսանկարները մեծ արձագանք են ստանում սոցիալական ցանցերում, տասնյակ հազարավոր դիտումներ, հուզիչ մեկնաբանություններ ու հարցեր։ Մի բան պարզ է՝ այս երեխայի ծնունդը սերիալում դառնում է շրջադարձային պահ։ Այժմ բոլորին սպասում են նոր ինտրիգներ, ճշմարտությունների բացահայտումներ և այն հարցի պատասխանը, որ բոլորին է հուզում՝ արդյոք այս նոր կյանքը կկարողանա փրկել Աննայի ընտանիքը կործանումից, և ինչպես եղավ, որ Միքայելը մտավ սենյակ ու հայտարարեց, որ երեխան Աստծո մոտ է։ Ինչ է ակնարկում Միքայելը։ Արդյոք իսկապես բժիշկները Միքայելին ասել են, որ երեխան չի փրկվել։ Արդյոք Միքայելը զգալու է այն ցավը, ինչ Աննան տարիներ առաջ զգաց, երբ նրան հայտնեցին, որ երեխան մահացած է ծնվել։ Բայց Աննան լսել է երեխայի ձայնը, և բնականաբար նա այդքան հեշտ այս անգամ գոնե չի հանձնվի։ Իսկ թե ինչ է լինելու առաջիկա սերիալներում, կիմանաք, եթե միանաք մեր ալիքին ու դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են լինելու ինտրիգներով, հետաքրքիր բացահայտումներով և իհարկե նորություններով։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, իսկ տեսանյութի մեկնաբանություններ բաժնում անպայման գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում, և իհարկե մենք ձեզ համար կբացահայտենք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։
Իսկ Լիլիթի համար Աննայի որդու ծնունդն իսկական շոկ էր, ոչ թե նրա համար, որ Աննան ու Միքայելը երեխա են ունեցել, այլ որ այդ երեխան ծնվել է հենց այն օրը, երբ ծնվել էր Արամը: Սա, իհարկե, նոր սթրեսի օջախ է Լիլիթի համար: Ինչպես է վարվելու Լիլիթը երեխայի ու Աննայի հետ, կիմանաք մեր հաջորդ տեսանյութում: Նշենք, որ ամեն ինչ թեժ է ու ամեն ինչ հետաքրքիր ինչեր են բացահայտվելու, ինչ է կատարվելու ընդամենը մի քանի ժամից: Անեթը եկել է, որպեսզի Աննային աչքալուսանք տա և իհարկե ներողություն խնդրի, բայց ինչպես երևում է նրա դեմքի արտահայտությունից ու շարժուձևից, ոչ միայն Աննան նրան չի ընդունել, այլ դուրս է արել հիվանդասենյակից, քանի որ Աննան իրեն դավաճանված ու ստորացված է զգում, հատկապես Անեթի կողմից, ով այսքան տարիներ ապրել է իր տանը, նույն հարկի տակ կերել նրա հացը, սակայն խաբել ու չի ասել, որ սոսը չի մահացել, ավելին, որ սոսն ու Լիլիթը միասին են ամուսնացել: Դե ինչ, գրեք ձեր կարծիքները: